Տաղավարում ենք, շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, սիրելի հեռուստադիտողներ, գիտեք, մի ամբողջ ձմեռ մենք շատ ուրախանում ենք, որ այս տարի բնությունը մեզ ձնառատ ձմեռ պարգևեց եւ ամենակարևորը ինչու ենք ուրախանում։ Ոչ միայն ձյան ճերմակությունից ու հեքիաթային տրամադրությունից, այլ նաեւ այն կարևոր փաստից, որ բոլորս ասում ենք օդը մաքրվեց։ Կարողանում ենք Եվ անդադար դա կապում ենք նաև տեղումների առատ լինելու հետ, մտածելով, որ օդը ել ավելի մաքուր կդառնա, բայց իրականում սա ամբողջ աշխարհի դամոկլյան սրի նման կախված է գլխին, որովհետև երկիր մոլորակի, որովհետև ամբողջ աշխարհում է օդի աղտոտվածությունը գնալով շատ լուրջ խնդիր դառնում։ Մենք բազմիցս խոսել ենք, թե ինչպես կարող ենք նաև փոքրիկ քայլերով ինքներս օգնել մոլորակին, որպեսզի օդի աղտոտվածությունը նվազի, բայց ունենք այն, ինչ ունենք, ինչպես պետք է պահպանել մեր առողջությունը, հատկապես եթե կան թոքային շնչառական տարատեսակ խնդիրներ, կիմանանք հենց հիմա մեր հյուրից եւ այսպես մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թոքաբանության ազգային կլինիկայի թոքաբան Արփինե Չոբանյանը, բարի լույս։ Բարի լույս, եւ շնորհավոր։ Եվ շնորհավոր, այո։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել տաղավարում։ Սկսենք թոքային հիվանդություններից, կապում ենք օդի աղտոտվածության հետ։ Ինչն է առաջնահերթ, որ ազդում է թոքի ճիշտ ու լիարժեք աշխատանքի վրա, որովհետև սա մեծ թեմա է գլոբալ, բայց սկսենք թերևս ամենակարևորից։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ ուզում եմ մեծ ուշադրություն գրավել մեր շնչառական համակարգի խնդիրների վրա, քանի որ մեր իրականության մեջ թոքաբան, թոքային պաթոլոգիաները մի փոքրիկ անտեսված են համեմատելով այլ երկրների հետ։ Ինչպես ասեցիք, օդի աղտոտվածությունը բնականաբար շատ սերտ առնչություն ունի շնչառական համակարգի հիվանդությունների հետ, քանի որ այն ամենօրյա կոնտակտի աղբյուր է հանդիսանում, բայց այստեղ ուրախալի փաստ այն է, որ դա մոդիֆիկացվող հանգամանք է, այսինքն մարդը անհատը կազմակերպությունները կարող են որոշակիորեն փոփոխել այդ ամեն ինչը։ Օդի աղտոտվածություն ասելով մենք հասկանում ենք մանր վնասակար մասնիկների առկայությունը մեր մթնոլորտային օդի մեջ եւ երևի արդեն բոլորին ծանոթ են այդ PM մասնիկները, որոնք դրանց չափման տրամագծերից կախված կա 2.5-10 նշվածով, հա, PM մասնիկները, ինչքան փոքր են մասնիկները, այդքան ավելի վտանգավոր են նրանք, բնականաբար ավելի մեծ մասնիկները միայն վերին շնչառական ուղիներում կարող են մնալ եւ դուրս բերվել ժամանակի հետ, իսկ փոքր մասնիկները արդեն անցնում են թոքային հյուսված, որտեղ եւ օրգանիզմի համար ավելի լուրջ խնդիր են հանդիսանում դուրս բերելու առումով։ Մենք ինչպես կարող ենք պայքարել, քանի որ բոլորս գիտենք, ամբողջ աշխարհում կա օդի աղտոտվածության խնդիրը, որպեսզի հնարավորինս քիչ ազդեցություն ունենա մեր առողջ թոքերի, շնչառական շնչուղիների եւ շնչառական համակարգի վրա, եթե չկան խնդիրներ առողջական։ Շատ կարևոր է առանձնացնել այդ հանգամանքը, եթե չկան շնչառական խնդիրներ, որովհետև այն անհատները, ովքեր ունեն արդեն իսկ թոքային հիվանդությունների մեծ տոկոսը քրոնիկ խնդիրներ են, այո, ցավոք սրտի, բայց քրոնիկ չի նշանակում, որ դրանք անկառավարելի են, անվերահսկելի են, մեծ մասը ունեն իրենց հսկելու ճիշտ տարբերակը դեղորայքային առումով, սակայն ամեն դեպքում, եթե անհատը արդեն ունի որոշակի քրոնիկ խնդիր, բնականաբար աղտոտված օդը կարող է դառնալ պատճառ հաճախակի սրացումների, միգուցե ծանր սրացումների, հա, այստեղ կուզեմ առանձնացնել հատկապես բոլորին ծանոթ ասթման, որը որ կարող է ունենալ սրացումներ էլի օդի աղտոտվածությամբ պայմանավորված եւ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, որպես երևի էլի հասարակության համար ինչ-որ չափով ծանոթ հիվանդություն, որը եւս կարող է ունենալ սրացումներ, որի հանգամանքներից մեկը հենց այդ աղտոտված օդն է։ Ինչպես կարող է պաշտպանել մարդ իրեն, եթե նա չունի որոշակի խնդիրներ, դե հիմնականում այսպիսին են ցուցումները, եթե ունենք պիկային աղտոտվածություն, հա, մեծ ծավալով, սուր ընթացքով, հա, այսինքն օրինակ ինչ որ բնական աղետ է, հա, օրինակ հրաբխի ժայթքումը օրինակ, այս պարագայում խորհուրդ է տրվում չոթափոխել սենյակը, պահել փակ դռները, պատուհանները, դուրս գալու պարագայում կրել դիմակներ, ընդ որում այստեղ կուզեմ ուշադրություն շեշտել այն դիմակների հանգամանքի վրա, որ ոչ բոլոր դիմակներն են այս պարագայում օգնում մեզ, ցավոք սրտի վիրաբուժական այդ հասարակ դիմակները անօգուտ են, այո, որոնք որ ավելի լայն տարածում ունեն, ռեսպիրատորները կամ N95 դիմակները, օրինակ, հա, դրանք ավելի մեծ տոկոսով են պաշտպանում այդ վնասակար մասնիկներից, մոտ 90
պլյուս, հա 94-95%-ով են պաշտպանում։ Երկրորդ խորհուրդը դա է, այսինքն դիմակը չթափոխել եւ եթե դուրս դե բնականաբար անհնար է մեկուսացնել անհատին, բայց եթե հնարավոր չի այդ մեկուսացումը կազմակերպել, ապա գոնե դրսի պայմաններում չունենալ ֆիզիկական ակտիվություն, այսինքն այդ առավոտյան վազք, ինչ որ ֆիզիկական վարժանք այդ պարագայում ցանկալի չէ, քանի որ կարող է բերել մեծ քանակի այդ մասնիկների ներշնչմանը, քանի որ ֆիզիկական ակտիվության ժամանակ շնչառությունը արագանում է, օդի հոսքը եւ ծավալները մեծանում են, հետեւաբար վնասակար մասնիկների քանակը եւս աճում է։ Բայց եթե թող ասված տա բոլորս հեռու մնանք բնության աղետներից, երբ պարզապես ապրում ենք մեր սովորական կյանքով, ամեն դեպքում լիարժեք խորհուրդ եք տալիս, որպեսզի բոլոր անխտիր զբաղվեն, եթե չունեն իհարկե որևէ լուրջ խնդիրներ, սպորտային ու մարզական ակտիվ կյանքով, որովհետև ի վերջո շնչելով եւ արտաշնչելով մենք հարցին կարող ենք դրականապես լավ ազդեցություն տալ եւ լուծումներ առաջարկել այս մասով, բայց հիմա շատ մեծ տարածում է գտել օդը խոնավեցնող տարատեսակ սարքերը, որոնք իրենց տեղը գտնում են եւ ննջասենյակներում եւ աշխատավայրերում եւ նույնիսկ մեքենաների մեջ։ Ինչ կասեք այս մասում, մի փոքր մասնագիտական կարծիք լսենք ձեզնից։ Նախ տարանջատենք օդը խոնավեցնող եւ օդը մաքրող սարքերը, այո։ Խոնավեցնողի միակ նպատակը հենց բառից արդեն հասկանալի է միայն խոնավեցնելն է։ Այստեղ շատ կարեւոր է ճիշտ հիգիենան այդ սարքի, որովհետեւ խոնավ պայմանները, ինչպես գիտենք, շատ լավ միջավայր են հատկապես սնկերի սպորների բազմացման համար, որոնք իրենց հերթին կարող են արդեն այդ քրոնիկ հիվանդությունները սրացնել կամ կարող են հանդիսանալ ալերգիզացիայի աղբյուր։ Եթե սարքը ճիշտ է պահպանվում, այսինքն այդ լցված, եւ կուզեմ ընդգծել, որ պետք է անպայման թորած ջուր լինի, ծորակի ջուրը չի համապատասխանում այդ ապահովության եւ ճիշտ օգտագործման կրիտերիաներին։ Եթե ենթադրենք ունենք թորած ջուր, ապա սարքը իր գործը ավարտելուց հետո, երբ արդեն այդ ծավալ ջուրը գոլորշիացել է, այն անպայման պետք է լավ չորացվի։ Նույն պատճառով, հա, խոնավը լավ միջավայր է բակտերիաների, սպորների, սնկերի աճի համար։ Օդի մաքրող սարքերը երևի իրանք այստեղ ավելի մեծ դեր ունեն եւ ավելի անվտանգ են այդ առումով։ Ուղղակի պետք է հասկանալ օդը մաքրող սարքը մի քիչ որոշակի կրիտերիաներ ունի էլի ճիշտ օգտագործելուն ու հիմնականը այստեղ ճիշտ սարք գնել տվյալ տարածքի մակերեսի համապատասխան եւ ֆիլտրների որոշակի տարբերություն կա, սակայն դրանք տենց շատ մեծ, եթե տնային պայմանների մասին է խոսքը, ապա տենց կարծում եմ չարժե այդքան ֆիքսվել այդ թվերի վրա, ամեն դեպքում պարզ կառուցվածքը դա ֆիլտրն է, HEPA ֆիլտրն է եւ ակտիվացած ածուխն է։ Նու ժամանակ առ ժամանակ իհարկե այդ սարքը պետք է մաքրել, հա, իրանք ունեն դնովի, հանովի մասեր, հա, կարելի է տենց ասել, չգիտեմ։ Իրանք ունեն հատուկ հատվածներ, որը որ կարելի է մշակել, հա, մաքրել եւ պետք է այստեղ ամենակարևորը որ ճիշտ ինքը ընտրվի համապատասխան տարածքի։ Սենյակի եւ տարածքի համար։ Իրականում շնչառական խնդիրները ոչ միայն թոքային խնդիրներ են եւ շնչուղիների հետ կապված առողջական խնդիրներ են առաջացնում, այլ օրինակ վատ շնչելը, փակ թանցք ունենալը կարող է նաեւ այլ հիվանդությունների բարդացման առիթ եւ պատճառ դառնալ։ Ինչ հետևանքներ կարող են ունենալ, ինչպիսի սրացումներ, օրինակ ալերգիկ խնդիրների դեպքում կարող է լինել, եթե չենք հետևում ճիշտ մեր շնչառության այն միջավայրին, որտեղ մենք ապրում ենք եւ այն օդին, որը մենք շնչում ենք։ Այս շատ ծավալուն աստացվելու, որովհետև նախ շնչառական համակարգը կազմված է վերին հատվածից, դա լոր օրգաններն են, հա, քիթ, կոկորտ, ականջ այդ հատվածներն են եւ ստորին արդեն բրոնխները եւ թոքերը։ Ցանկացած փոփոխություն, որը կա շնչառական ուղու որևէ մակարդակում բնականաբար ազդում է եւ ամբողջ օրգանիզմի վրա։ Ինչու, որովհետեւ մեր շնչառական համակարգի հիմնական դերը դա գազափոխանակությունն է, թթվածնի մատակարարումն է ամբողջ օրգանիզմին։ Եթե ունենք օրինակ վնասված միջնապատ, հա, միջնապատը թեքված է, մի քթանցքը չի մասնակցում շնչառությանը, ապա բացի նրանից, որ ֆիզիկական ակտիվությունը այդ անհատի համար արդեն մեծ խնդիր է հանդիսանում, քնած ժամանակ կարող է ունենալ հա որոշակի սիմպտոմներ, դա բաց բերանով քնելն է, որը ֆիզիոլոգիական չի, այսինքն օրգանիզմը նախատեսված չի բաց բերանով քնի համար եւ վերին շնչուղիները չորանում են, կարող են առաջացնել մեխանիկորեն ռեֆլեկտոր հազ կարող են առաջացնել եւ եթե բերանով է շնչվում, օդի ծավալը ավելի փոքր է, չի հասցնում խոնավանալ եւ այո, կարող է բերել ռեֆլեկտոր սպազմի բրոնխների կողմից, թթվածնի կոնցենտրացիայի, այդ իհարկե ոչ բոլոր դեպքերում, բայց լինում է այդպես, թթվածնի կոնցենտրացիայի այդ սատուրացիա ասվածի նվազմանը, որը իհարկե անդրադառնում է սկսած սրտամկանից, վերջացրած
հիշողության վատացմամբ եւ այլն։ Ամբողջ օրգանիզմի վրա։ Եվ վերջում գնալով դեպի ամփոփում, խնդրում եմ մեզ շատ անկեղծ պատասխանեք, ուրախ եք այս տարվա ձնառատ ձմեռվա հետ կապված եւ արդյոք այս ձյունը ուներ իր դրական ազդեցությունը օդի մաքրման։ Միանշանակ դրական ազդեցություն ունի, քանի որ ցանկացած տեղում, անձրև, ձյուն, բոլորը մեզ օգուտ են այդ առումով։ Ուրախը մի քիչ հարաբերական է, սակայն օդի աղտոտվածության առումով միանշանակ շատ լավ է օդը մաքրվեց, այսպես ասած, այդ PM մասնիկների քանակը նվազեց։ Միշտ տեղումները այս պարագայում մեզ օգուտ են։ Քամին է մեզ օգուտ, որովհետև կատարվում է օդափոխություն, շատ հանգամանքներ կան, ջերմաստիճանը, քամու ուղղությունը, քամու արագությունը, բայց ձյունը առաջին հորիզոնականում է օգուտով։ Դե ինչ, մենք խոսում ենք շատ հետաքրքիր մի թեմայի մասին ու շատ կարևոր խնդրի մասին, որը վստահաբար պիտի ունենա իր լուծումը, բայց մի կարևոր բան ենք մենք բոլորս հասկանում, որ ամեն ինչ կարող է սկսվել հենց մեզնից, անենք հնարավորինս, որպեսզի միշտ մաքուր պահենք մեր տունը, մեր շրջապատը, բնություն առհասարակ, որովհետև այն իր ներդաշնակությունը ամեն դեպքում պահում ու պահպանում է, նույնիսկ ստեղծելով մարդկության համար մի փոքր անհարմարություններ։ Բայց այդպես է պետք է սիրենք ու հարգենք բնությունը, որպեսզի լիաթոք շնչենք մաքուր թթվածինը։ Հիմա պետք է մի լավ խորը շունչ քաշել, լցնել թթվածնով ողջ օրգանիզմը եւ հուսալ, որ տարին կլինի տեղումն առատ, մաքուր օդով ու իհարկե բոլորս կլինենք ել ավելի առողջ, քան նախորդ օրերին։ Շնորհակալություն Անչա, պարավոտը մեզ հետ սկսելու եւ շնորհավոր եւս մեկ անգամ, քանի որ այսօր կին բուժաշխատողների օրն է։ Իսկ մենք շարժվենք առաջ ելի հեռուստադիտողներ լսելով երաժշտություն։